Ողջույն, հարգելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի ուղիղ եթերում մենք հաղորդաշարն է, իսկ հյուրս այսօր փաստաբան, Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հրավերի համար։ Պարոն Մարտիրոսյան, երեք բոլորս ականատես եղանք մի ակցիայի, բողոքի ակցիայի, որ տեղի էր ունենում Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի առաջ։ Արցախահայերն էին կազմակերպել, իրեւ շեշտվում էր, որ Սամվել Բաբայանի թիմակիցներն են հիմնականում, եւ Արցախի ազգային ժողովի պատգամավորներից, Արցախի ղեկավարությունից, քաղաքական իշխանությունից պահանջվում էր ստեղծել շատ հրատապ մի հանձնաժողով, որը պետք է լուծի կոռուպցիայի եւ կողոպուտի հարցերը։ Ես կուզեմ, որ բացեք դուք փակագծերը փոքր-ինչ, ինչու, որտեղ ես նկատեցի դուք ինքներդ մասնակցում եք այդ ակցիային, ուզում հասկանալ ինչ կողոպուտի մասին է խոսքը, ինչ հանձնաժողով եք ուզում ստեղծել, ով է կողոպուտի հասցեատերը, խնդրեմ փոքր-ինչ մեկնաբանեք, ինչ ակցիա էր երեք կազմակերպել Արցախի ներկայացուցչության առաջ։ Ակցիա ասելու հասկացության մեջ կա խմբի ցանկություն, որոնք որ կատարում են որոշակի գործողություններ։ Ես իմ Facebook-յան էջում գրել եմ, որ ամսի 30-ին ժամի 11-ին հավաքին չեմ մասնակցելու, ինձ բազմաթիվ զանգերից հետո, որովհետև ահռելի քանակությամբ զանգահարումներ են եղել եւ գտել եմ, որ պետք է այդ ակցիան կազմակերպել ավելի լայն շրջանակներով, համախմբված շատ մարդկանց մասնակցությամբ։ Այդ իսկ պատճառով ես գտել եմ, որ պետք է դա հետաձգել։ Սակայն ամսի 30-ի տեղեկություն եմ ստացել, որ այնուամենայնիվ մարդիկ հավաքվել են, իսկ նաև այլ անձինք էին, ովքեր որ հայտարարություն են արել, որ պետք է ամսի 30-ի ժամի 11-ին հավաքվել ներկայացությունում, տեղեկություն ստանալով իջել եմ այնտեղ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Եվ առիթից օգտվելով մոտեցել են ինձ եւ ես հարցազրույց եմ տվել, այսպես ասած, որպես այնտեղ մասնակից մի հանձնավորություն, նշել, որ իրականում այդ ձեր կողմից նշված պահանջը այսօրվա արցախցիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ փաստորեն միջոցառում է։ Եվ ողջամիտ եմ համարել, որ պետք է դա ստեղծվի որոշակի ուրեմն կառույցի տեսքով, ընդ որում ազգային ժողովի կողմից ընդունված կառույցի միջոցով, որը որ հետամոտ պետք է լինի Արցախում տեղի ունեցած կողոպուտների վերհանման համար։ Եվ այդ տեղեկությունները ոչ թե 3 կամ մյուս օրն ենք մենք ստացել, այդ տեղեկությունները արդեն վերջին ժամանակներում ավելի բուրըն են ստացել քննարկումները եւ այդպիսի տեղեկությունների ուշադրության մատնելը անարդարացի է եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայտ բերվեն այդ կողոպուտի դեպքերը եւ անձին քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Այսինքն ես նաեւ լսեցի երեք, այո, դուք էլ նաեւ խոսում եք, խոսքը գնում էր ինչ-որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, կողոպուտի հասցեատերերը ովքեր են, Արցախի իշխանությունը, դուք պահանջում եք Արցախի քաղաքական ղեկավարությունից, այո, տարիների կողոպտածը հետ բերել, այդպես հասկանանք։ Ուրեմն միանշանակ կոնկրետ անձի ասել, որպես իրավաբան ես դա չեմ կարող ասել, բայց այն փաստերը, որոնք որ կան, ենթակա են ստուգման։ Պարոն Մարտիրոսյան, ինչ փաստերի մասին է խոսքը։ Օրինակ, վերջին ժամանակներս ասել են, որ Լաչինի շրջանում գտնվող էլեկտրոկայանները վաճառվել են ադրբեջանցիներից, սակայն հետագայում Արցախից ստացել են փոխհատուցումներ։ Հիմնադրամներից ստացել են վարկեր եւ որևէ տոկոսներ չեն վճարել եւ ընդհանրապես մայ գումարից որևէ վճարումներ չկան։ Այդ ցուցակը հրապարակվել է։ Ընդ որում ես որպես իրավաբան ուսումնասիրել եմ այդ ցուցակը եւ հայտնաբերել եմ, որ այնտեղ գտնվող իրավաբանական անձիկ գրանցված չեն Արցախի հանրապետությունում։ Ուղղակի ինձ համար հայտնի չեն։ Ովքեր են բայց այդ անձիկ։ Դե չեմ հիշում այդ իրավաբանական անձանցանները, դա հիմա ցուցակում կա, բայց կան անձինք, ովքեր որ Արցախի հիմնադրամից գումարներ են ստացել։ Իսկ մենք հասկանում ենք ինչ է հիմնադրամը,
Հիմնադրամի էությունը կայանում է նրանով, որ նա պետք է իր ծառայությունները մատուցի սոցիալական, բժշկական, բարեգործական եւ հանրային շահերի խնդիրների լուծման ուղղությամբ։ Իսկ եթե դրանք Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք են օգտվում են Արցախում գտնվող հիմնադրամներից եւ ընդ որում ներդրումներ չեն անում Արցախում, դա նշանակե, որ մենք գործ ունենք այլ քրեորեն պատժելի արարքների հետ։ Այդտեղ մարդիկ են, ովքեր Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ են, թե Արցախի իշխանության ներկայացուցիչներ։ Որոն հասկանալ թիրախը դեպի ուր է։ Ես չեմ կարող իմանալ, թե ովքեր են։ Անձամբ ես տեղեկություն չունեմ, բայց քանի դեռ դուք այդ հարցն եք տվել, ես ձեզ ասեմ, որ Արցախում գտնվելու ժամանակ մենք դիմել ենք գլխավոր դատախազությանը հիմնադրամի հետ կապված չարաշահումների փաստի արդիվ, դատախազությունը չի ընթացքավորել, հետո հետագայում դիմել ենք ոստիկանությանը, ոստիկանությունը հանձնարարել է ոստիկանության 6-րդ վարչությանը, տնտեսական հանցագործությունների գծով վարչությանը, այնտեղ ի հայտ են բերվել հարուցվել է քրեական գործ, նախկին քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն։ Սակայն դատախազությունը այդ հարուցված քրեական գործը արդեն իսկ ահռելի քանակությամբ քննչական գործողություն է կատարելուց հետո, չգիտես ինչու դատախազությունը որոշում է կայացնում տվյալ քրեական գործի հարուցումը բեկանելու եւ գործ մերժելու մասին, եւ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Իսկ այդ հաղորդումը կապված է եղել հիմնադրամներում, մասնավորապես 10 միլիարդի, 12 միլիարդի հետ կապված հանգամանքների բացահայտման վերաբերյալ։ Ինձ դիմել է քաղաքացի եւ ես այդ քաղաքացու անունից պաստորեն հանդես եմ եկել որպես փաստաբան այդ հարցերի պարզաբանման ուղղությամբ։ Պարոն Մարտիրոսյան, տեսեք, ինձ շատ հետաքրքրում է, թե ինչու այսօր Արցախահայության մի հատված, ընդ որում բոլորովին էլ չենք կարող ասել, որ Արցախահայությունն էր երեք այդ բողոքի ակցիայի մասնակիցը, որովհետև այնտեղ կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչներ էին։ Խոսքս վերաբերում է Սամվել Բաբայանի համակիչներին, եւ հիմնական շեշտադրումը առաջ տանողը իրենք էին, եւ ես ուզում եմ հիմա հասկանալ, արդյոք սրա տակ քաղաքական ենթատեքստ չկա, ես հիմա կփորձեմ միասին փորձենք բացել այսպես շերտերը եւ հասկանալ վտանգավոր գործընթացի հետ մենք գործ ունենք, թե ուղղակի իսկապես այսպես բարի ազնիվ ցանկություն է Արցախահայության սոցիալական վիճակը լուծելու համար, որովհետև սոցիալական, տնտեսական այդ խնդիրների լուծման անվան տակ շատ հաճախ քաղաքական լրջագույն ծրագրեր են իրականացվում, որից ժողովրդի խոսքով ասած անտեղյակ է լինում նոր մեր ժողովուրդը։ Իրենք այդ կոռուպցիայի դեմ պայքար, հա, այդ տեխնոլոգիաներին, քիչ առաջ մենք նաև մինչ հաղորդումը սկսելը խոսեցինք այդ մասին։ Այդ տեխնոլոգիաները շատ հայտնի են, մարդիկ գայթակղվում են այդ տեխնոլոգիաներով, դուրս են գալիս գունավոր հեղափոխությունների հիմքում շատ հաճախ այդ տեխնոլոգիաներն են, ինչի ականատեսը մենք եղանք 2018-ին, դա նաև հիմքում է ազգերի ժողովուրդների պառակտման, երբ որ ուզում ես խմբակը պառակտել, որոշակի թեմա դնում է շրջանառության մեջ։ Ես երեք մեծ մտավախությամբ նայում էի եւ ինձ մոտ այն տպավորությունն էր, որ Արցախահայության, որը պիտի լինի ամուր, այսօր Արցախահայությունը մեր բոլորի հույսն է, Արցախահայությունն այսօր հայրենիքը կորցրած մեր Արցախցին, այսօր պիտի լինի միակարծիք։ Երեկվա ակցիան ես կարծեցի, որ դա հենց այդ միասնականությանը խփելու, սոցիալական խնդիրների անվան տակ քայլ էր։ Ինչ կասեք այս դիտարկման հետ կապված, մասնավորաբար շեշտում եմ, որ այնտեղ կոնկրետ քաղաքական թիմ էր ներկայացվում, Սամվել Բաբայանի համախոհներն էին։ Տեսեք, ես որպես Ռաֆայել Մարտիրոսյան պատասխանատվություն եմ կրում բացառապես իմ վարքագծի համար եւ իմ ներկայությունը այնտեղ պայմանավորված չի եղել որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության տրամաբանության մեջ։ Բացարձակապես դա չի կարող տեղի ունենալ։ Իսկ դրան կազմակերպած բողոքի ակցիայի այդ վտանգը չէիք տեսնում։ Ինչ հայտարարություններ են արել, անկեղծ ասած ես տեղեկություն չունեմ եւ չեմ ծանոթացել։ Պարզապես ես որպես Արցախի հանրապետության քաղաքացի մտահոգություններից դրդված գտնվել եմ այնտեղ։ Հասկանալի։ Իսկ ձեր կողմից նշված ակնարկը
այսպես ասած սոցիոլոգիական, փիլիսոփայական ակնարկ։ Միանգամայն ընդունում եմ, որ դա պետությունը պարակտելու միջոց է։ Եվ եթե չկան առողջ սոցիալական միջավայր, ապա տվյալ պետությունը ավելի վտանգավոր վիճակում է գտնվում, քան այն դեպքում, երբ առողջ է այդ հասարակությունը։ Անշուշտ դա խոցելի հանգամանք է եւ ինձ համար անթույլատրելի է, որ պարակտում մտցնել Հայաստանում կամ ընդհանրապես մեր ժողովրդի ընդհանուր շահի մեջ։ Դա պարակտում մտցնելը այս իշխանության քաղաքականությունն է իդեպ հայաստանցի Ղարաբաղցի Արցախի կորստի պատճառներից մեկը նաև Արցախում ոչ առողջ սոցիալական միջավայրն էր, ինչպես նաև քաղաքական իշխանության ներսում ներհակ հարաբերությունները։ Պարոն Մարտիրոսյան, ուզում եմ, եթե ավարտեցիք։ Ես ուզում եմ նաև ավելացնել, որ մարդկային գիտակցությունը ձևավորվում է շրջապատող երևույթների գնահատման միջոցով։ Քաղաքացիները այսպիսի իրավիճակները տեսնելով հանդերձ նրանց գիտակցության մեջ վերաբերմունք է ձևավորում ընդդեմ պետության, նվազում է սերը հայրենիքի նկատմամբ։ Եկեք համաձայնենք ինձ հետ ու արձանագրենք, որ մարդիկ խիզախություն անում են այն չափով, որ չափով սիրում են հայրենիքը։ Համաձայն եմ եւ ցավով պիտի արձանագրեմ, որ այս իշխանությունը հենց սոցիալական ծանր վիճակում պահելով արցախահայությանը, ուղղակիորեն նպաստում է հենց արցախահայության ներսում այդ պարակտմանը եւ նպաստում է հենց արտագաղթին, ինչի ականատեսն ենք մենք։ Գիտենք, որ մի քանի հազար, 100,000, հա, երևի ասում են 30 քանի հազար արցախցիներ արդեն հեռացել են Հայաստանից եւ դա հատուկ ծրագիր է արտագաղթեցնել մեր արցախյան հայ տեսակը հեռանա Հայաստանից, թեման եւ Արցախի խնդիրը հիմնովին փակելու միջոց է։ Տեսեք, սաստիկ ցավի զգացողություն ունեցա ձեր այդ դատողության պայմաններում։ Ինչու չեմ ուզում, որպեսզի արցախցիները այդ տրամաբանությամբ լքեն Հայաստանի Հանրապետություն։ Դա մեր հայրենիքն է եւ հայրենի իշխանությունը պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի արցախցիների նկատմամբ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ արցախցիների նկատմամբ անհրաժեշտ հոգացություն ցուցաբերելու դեպքում վստահաբար մեր հասարակությունը կարողանա որոշակի չափով։ Եթե դա ցանկանար այս իշխանությունը կաներ։ Հավատացեք, որ դա մեր պետության անվտանգության խնդիրների լուծման բաղադրիչներից մեկն է հանդիսանում։ Պարոն Մարտիրոսյան, մի բան հիշեցնեմ, վերջերս Նիկոլ Փաշինյանը վերջի շրջանում հաճախ այսպես երեխաների հետ, հա, աշակերտների հետ հանդիպում, այսպեսի մի խոսք ասեց, որտեղ հաց այնտեղ կացը, մեր ժողովրդի հետ ասացվածքը ճիշտ ասացվածք է, ասում է պետության հիմքը դա պետք է լինի, այսինքն ես պիտի պետությունը, եթե հաց կա, այստեղ մնամ, չկա, թողնեմ գնամ, ոչ արժեքներ, այսինքն, ոչ հոգևոր, ոչ գաղափարական, ոչ հայրենի հողի ամուր կարճած լինելու ձգտում, հա, հանուն հայրենիքի ապրելու, հանուն հայրենիքի արարելու, հարկ եղած դեպքում հանուն հայրենիքի զոհվելու, հա, այս գիտակցումները մաշում է Նիկոլ Փաշինյանը, մեջտեղ բերելով հաց կա, կաց, չկա, թող գնա։ Այդ նույն տրամաբանության մասին չի խոսքը։ Ուրեմն տեսեք, մարդը իր ապագան կառուցում է նախկին ժամանակաշրջանում ձեռք բերված փորձառության անցած ճանապարհը գնահատելու միջոցով։ Եվ մենք որպես մարդիկ ունենք ներքին միասնական կապ եւ դա ցույց է տալիս մեր ազգային նկարագիրը։ Եթե մենք մեր հոգու մեջ չտեղավորենք մեր անցյալը, մեր ապագան մշուշոտ է եւ ահագնացող վտանգներով։ Այո։ Հետևաբար այդ տրամաբանությունը անընդունելի եմ համարում ընդհանրապես գոյաբանության սկզբունքների, կեցության ձևին։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ անցյալի հիշողությունը պետք է մեզ դրդի նրա սխալները վերհանելու միջոցով անշուշտ, դրդի եւ հնարավորություն ընձեռի ապագան կերտելու համար։ 1915 թվականի որպես օրինակ եմ ուզում բերել։ 15-ական թվականների դեպքերը կարծես թե պետք է
համապատասխան փորձառություն ներշնչեին մեր ժողովրդի մոտ եւ հասկանային, թե քաղաքական ինչպիսի կացության ձև պետք է ունենային իրենց այս 30-ամյա տարիների ընթացքում։ Անհամեմատ ավելի մեծ փորձառություն ունի հայ ժողովուրդը, քան մնացած ժողովուրդները։ Բայց տեսեք, մենք այդ փորձառությունը չօգտագործեցինք։ Ահա թե ինչու, երբ նման փորձառությունը կյանքի կոչելու, ողջամիտ ճանապարհի ուղղության դնելու արդյունքում ավելի մենք բարենպաստ արդյունքների կհասնեինք, քան այն դեպքում, երբ մենք հաշվի չենք առնում մեր անցյալը։ Այսօր անցյալից կտրել են փորձում, ասում են պատմական Հայաստան չկա, միայն իրական Հայաստանով պետք է բավարարվենք, իսկ թե իրական Հայաստանը որն է, մենք տեսնում ենք ինչպես է Շագրենի կաշվու պես, սեղմվում, փոքրանում եւ շատ վտանգավոր գործընթացների առաջ ենք կանգնել։ Փոքրից շեղվեցիք մեր իհարկե այն առաջին հարցից այնտեղ լրացնելու բան կար, բայց ասեք, սրա հետ կապված կանցնենք հետո կանդրադառնանք նորից։ Քաղաքականության մեջ կարելի է նաև պետությանը շնչելու հնարավորություն տալ, բայց այդ հնարավորությունը շնչելու հնարավորությունը պետք է իմաստավորված լինի։ Կարծում եմ հասկանում եք, թե ինչ ակնարկի մասին է խոսքը։ Եթե այսօրվա իրավիճակը դա հենց այն շնչելու հնարավորության պայմաններն են նպատակ հետապնդում հետագայում իրացնելու համար։ Միանշանակ ես դա ընդունում եմ։ Հավատացեք։ Այսինքն ժամանակ շահել, շնչել հետո առաջ, բայց եթե մինչ այդ ավերվում է ամեն ինչ, հիմք ստեղծելով, ասենք, չգոյությանը պետականության, ոնց Ես ուզում եմ ձեզ հետ հակադարձել։ Եկեք ազնվենք քննարկում հարցը։ Եթե իմ սիրտը փրկելու համար անհրաժեշտ է անդամ հատել ոտուս, ես պատրաստ եմ դա անելու, բայց միայն հետագայում վերականգնելու նպատակով։ Բայց այդ արդյոք հենց այդ ընթացքը վերականգնողական է։ Մենք պոկեցինք Արցախը, եթե համարենք այսպես Հայաստանը փրկելու համար, հիմա ասում է պոկում ենք Սյունիքը, հաջորդը Տավուշը, սիրտը չի դիմանա։ Դա չեմ ընդունի բացարձակապես։ Դա չեմ ընդունի։ Կդադարի աշխատել։ Հայ ժողովուրդը պատերազմող ժողովուրդ է։ Հայ ժողովուրդը փայլում է պատերազմ վարելու արվեստով։ Ես անմիջապես մասնակցություն եմ ունեցել պատերազմական բոլոր գործողություններին, հատկապես 90-ական թվականներին, եւ տիրապետում եմ պատերազմ վարելու արվեստին եւ հնարքներին։ Այս պահի դրությամբ, եթե այսօրվա վիճակը համեմատում եմ 90-ական թվականներին, ապա 30 կիլոմետր խորքային մարտ վարելու արվեստը սա բացառիկ հատկություն է պատերազմական գործողությունների ժամանակ։ Իսկ դրանք արել են հայ ժողովուրդ։ Մի ժողովուրդ, որ գտնվել է խավարի, ցրտի, սովի եւ փլատակների պայմաններում, կարողացել է ազատագրել իր հայրենիքի արևելյան հատվածը։ Մենք այն նույն ժողովուրդն ենք։ Պարզապես հավատը, այն ոգեղենությունը, որ ունեցել ենք 90-ական թվականներին, այսօր ամբողջովին աղճատված է։ Անհամադրելի է 90-ական թվականի հայի մարտական ոգու, ինչպես նաև այսօրվա հայի մարտական ոգու։ Ինչ եղավ այդ ոգու հետ 30 տարիների մեջ ավելի ամրանալու փոխարեն ինչու էսպես մանավանդ վերջի 6 տարիների քարոզն է գուցե մարշում դա։ Հակադրվել ենք այն հարժեհամակարգին, որի համար նահատակվել են հազարավոր նվիրյալներ։ Այո, համաձայն եմ, եւ այդ հայրենասիրական մոդելը փոխելու այդ տրամաբանությունը, որ ասում ես սխալ ենք ապրել։ 30 տարիների ընթացքում մարդիկ նահատակվել են ազատ հայրենիք ստեղծելու նպատակով։ Այո, հանուն հայրենիք։ Արդար երկիր կառուցելու համար։ Մարդիկ նահատակվել են հպարտանալու համար, որ ապրում են այս երկրում։ Մինչդեռ այս արժեհամակարգը մենք 30 տարիների ընթացքում 1000 անգամ ներողություն բռնաբարեցինք, կողոպտեցինք։
Եվ սա կրկնակի անգամ սրբապղծություն է, երբ տվյալ պետության սյուները դրված են արյան կաթիլների վրա։ Մեզ համար հայրենիքի կորուստը ամենևին վաղ չէր։ Մինչդեռ հայրենիքի կորուստը ամենամեծագույն վախը պետք է լիներ։ Եվ անհրաժեշտ հոգացություն ցույց տային հայրենիքի ամուր պահելու համար ամուր պահելու համար։ Այո, դա չի արվել ինչու։ Ինչն էր պակասում։ Իշխանության մոտ անհրաժեշտ Տեսեք, գիտակցում ես կար։ երկու գործոն եմ տեսնում։ Նախ մեր ազգի նկարագրի մեջ կա ուրիշի ծառայելու նախապատվության դրսևորում։ Մյուս կողմից նյութապաշտությունը գերակշռում է այն արժեքներին, որի համար մարդիկ նահատակվել են, հասկանում եք ինչի մասին եմ ես խոսում։ Մի քիչ զգայուն եմ արտահայտվելու, հավատացեք, ձեզ հետ խոսելով հանդերձ իմ մտապատկերում անցնում են ցավալի պահեր։ Ես տեսել եմ, թե մայրը ինչպես է իր զավակի ղուղարկավորության ժամանակ ճչում, որ ինքը երջանիկ է, քանի որ իր որդուն տվել է հայրենիքի ազատության համար։ Սա կներեք հայ ժողովուրդն է։ Սա հերոսածին մոր ճչոց էր։ Եվ այդպես են եղել։ Բայց այսօր հասցրեցին նրան, որ այսօր հայ մայրը մտածի հանուն ոչնչի է զոհվել։ Չեմ կարողանում տանել այս վիճակը։ Հասկանում եք, որովհետև շատ բարի միջով ենք անցել։ Հայրենիքը սիրում են իր գործողությունների չափ։ Եթե երեխային սիրում ես, նրան այնքան հոգացություն ես ցույց տալիս, ինչքան շատ, այնքան ավելի սեր ունես։ Բայց մենք 30 տարիներ անընդհատ գտնվել ենք պատերազմի մեջ։ Եվ այսպիսի պայմաններում այդ սրբազան արժեքները արհամարել, ինչ գնահատականի կարժանացնենք դրա։ Եվին հասկանալի է ձեր ապրումները եւ մեր բոլորի դա մեր բոլորի ցավն է, մեր հայ ժողովրդի ցավն է ու հայրենիք կորցրած ժողովուրդ դարձանք 21-րդ դարում։ Պարոն Մարտիրոսյան, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը, բայց ես ձեզ մի փոքր տանեմ մեր հարցի սկիզբ, որտեղ եւս բացելու շերտեր կան, այ դուք ասում եք 30 տարիներ կողոպուտ եւ այլն եւ այլն։ Իսկ վերջին այո համաձայն եմ։ Մենք չկարողացանք ամրացնել մեր հայրենիքները, բախտ ունեցանք ունենալ երկու հայկական հանրապետություն, որոնցից մեկը Արցախը միշտ այդպես եմ մտածել, որ պետք է լիներ ամուր ամրոց բոլոր առումներով, ռազմական, ֆինանսական, տնտեսական, բոլոր առումներով։ Մենք դա չարեցինք եւ եկավ մի խումբ 5-րդ շարասյունը եւ արեց այն, ինչ մեր համար ողբերգական էր հայ ժողովրդի համար, հանձնեց մեր հրաշք աշխարհը։ Հիմա ես ուզում դառնալ երեկվա այս ցույցին եւ մենք խոսեցինք հա միասնականության գաղափարի մասին, նաեւ կոռուպցիայի մասին։ Ինչու երեկվա մեր ցուցարարները հարց չբարձրացրեցին հետեւյալ կերպ, այ Արցախի հիմնադրամի մասին խոսելով, որտեղ են 44 օրյա պատերազմի ժամանակ սփյուռքահայության ուղարկած գումարները, որոնք համահայկական հիմնադրամի խողովակներով պետք է ուղղվեին Արցախ, ամրացնեին պատերազմի ժամանակ, բլոկադայի ժամանակ սոցիալական ծանր վիճակում գտնվող, բայց մեր հզոր արցախցուն, որը այնտեղից ասում էր, ես կամ եւ իմ հողից դուրս չեմ գալու։ Ուր կորան այդ փողերը, ՔՊ-ական իշխանությունը առ այսօր լռում է։ Եվ դա պատճառ է դարձել, որ այսօր, եթե Սփյուռքից որևէ մեկին ասում ես, կարող ենք գումարով ֆինանսապես օժանդակել մեր
համաերկրացիներ մեր հայրենակիցներին, ասում են մի հատ լուծեք այդ հարցը, տեսեք ուր գնաց մեր տված հսկայական գումարները, որոնք ոչ օգտագործվեցին զենք զինամթերքի համար անհրաժեշտ գնումներ անելու համար 44 օրյա պատերազմի ժամանակ, ոչ էլ շրջափակման շրջանում։ Ինչու Արցախահայությունը, հետևաբար հարցս, ինչու Արցախահայությունը, ինչու մեր ժողովուրդը չի բարձրաձայնում, չի պահանջում Փաշինյանի կառավարությունից այն գումարները, որ իր համար է ուղարկվել։ Միաժամանակ դրան միացնեմ հետևյալը. ինչու նույն Արցախահայությունը այսօր լռում է, չի բարձրաձայնում, որ միջազգային կառույցներից եւս հսկայական գումարներ են գալիս փախստական Արցախահայության համար տրամադրվող։ Ուր են այդ փողերը։ Կոպեկներ է տրվում այս իշխանության կողմից բնակարանի համար, որը բացարձակապես գիտեմ չի բավարարելու եւ չի բավարարում, որպեսզի բնակարան գնեն մեր ժողովուրդը եւ մնա ամրանա հայկական հողում։ Ինչու չեք գնում կառավարության դիմաց ցույցանում, երեկվա բողոքավորները ինչու չեն ուղղվում Փաշինյանի նստավայր եւ գալիս են Արցախի ներկայացուցչություն։ Խնդրեմ, ով պետք է հետամուտ լինի դրան, եթե ոչ առաջնահերթ Արցախի իշխանության ներկայացուցիչները։ Համաձայն եմ, այո, նրանց ղեկավարությամբ։ Այդ թվում, ինչպես դուք նշեցիք, մեր սփյուռքահայերի կողմից ուղարկված գումարների նպատակային օգտագործման հանգամանքները բացահայտելու համար։ Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ պետք է ստեղծել մի ինչ-որ հանձնաժողով, ով բոլոր ձեր, այդ թվում նաև ձեր կողմից նշված հանգամանքների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր է գործադրելու։ Փաշինյանի իշխանությունը 160 միլիոն դոլար կերել է արցախցիներ ջան, տեղյակ եք։ Բան չունեմ ասելու, ես դրանում համոզված չեմ։ Ես իրավաբան եմ, ես պետք է հիմնվեմ փաստական տեղեկությունների վրա։ Դե պետք է զբաղվել։ Այո, պետք է զբաղվել։ Իսկ վստահել այդ ազգային ժողովին կամ Արցախի ներկայացուցչությանը անընդունելի եմ համարում, քանի որ բավարար հիմքեր ունեմ ենթադրելու, որ Արցախում տեղի ունեցած կողոպուտի մասնակիցներ նաև հանդիսացել են նրանք իրենց անգործությամբ կամ անմիջապես մասնակցությամբ։ Դրա համար ենք ասում, ազգային ժողովը պետք է ստեղծի մի հանձնաժողով, ընդ որում դրանք բաղկացած չպետք է լինեն ազգային ժողովի պատգամավորներից։ Արդարացի որոշումներ ընդունելու հիմքը հենց դա է։ Հիմա տեսեք իմ մտավախությունները ես ուզում եմ բարձրաձայնել նաև այս բողոքի ակցիայից օրեր առաջ էր, եթե չեմ սխալվում, 10 օր առաջ կլինի, ազգային ժողովի, Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ամեն օր բացահայտում է իր ատելությունը առ Արցախ եւ ատելությունը առ Արցախահայություն։ Եվ նրա համախոհները, որոնք ասում են հյուրի նման եք եկել, խելոք մնացեք, վաղուց պիտի ասացրնեինք, որ Արցախը Ադրբեջան է, հայ տրամաբանության մարդիկ են, պարզ հայտարարեց, որ մենք չենք ճանաչում Արցախի ղեկավարություն չկա, ինչ Արցախի ղեկավարություն, իրեն բնորոշ է այդ պահվածքով, Ալեն Սիմոնյանը բնորոշումը չտամ, հասկանալի է, նաև հայտարարեց, որ Արցախի ներկայացուցչությունը ամեն ինչ անելու են, որ փակվի։ Դրանից փաստորեն 10 օր հետո Սամվել Բաբայանի թիմակիցները սոցիալ-տնտեսական կողոպուտի կոռուպցիայի ֆոնի տակ գնում են բողոքի ակցիային անում ներկայացուցչության առաջ եւ այնտեղ կային այլ մարդիկ, որոնք ներկայացուցչությունից դժգոհ լինելու այսպես ինչ-որ մտքեր էին արտահայտում։ Հիմա կա այսպիսի մամուլը շրջանառում է, պարոն Մարտիրոսյան, բաց ասեմ ձեզ, հետեւյալ միտքը, որ Սամվել Բաբայանի ձեռքով ուղղակիորեն այդ ծրագիրն է իրականացում Նիկոլ Փաշինյանի իշխանության այդ ծրագիրը։ Պարակտություն մտցնել մեկ Արցախահայության մեջ, երկրորդ փակել ներկայացուցչության շենքը, ոչնչացնել այդ մնացած ղեկավարություն, հա, Արցախի խորհրդարան, թեպետ դուք եք ձայն տվել եւ ընտրել Արցախի պարլամենտը եւ Արցախի ժողովուրդը ինքը պետք է որոշի, հա, այդ ընթացքը, բայց իրենք են հրահանգում ձեզ։ Եվ այդ շենքը տալ, չգիտեմ ինչ, ինքը հավանաբար ինչ-որ ծրագրեր ունի Սամվել Բաբայանը, մամուլի խոսքերին եմ ես հողում տալիս։ Եվ երեկվա ամբողջ այդ ակցիան տեղավորվում է զուտ նեղ քաղաքական շահերի հերթական անգամ արցախցիներին խաբելու, արցախցիների ցավի վրա քաղաքական նպատակներ իրականացնելու
այս ծրագիրն է իրականացվում։ Խնդրեմ։ Անշուշտ դուք իրավունք ունեք այդպիսի ենթադրություններ անել։ Ես ընդհանրապես փոխանցեցի մամուլում արկա դրամատրությունները։ Իհարկե կարծիք են մարդիկ իրենց կարծիքը արտահայտել են Այո։ եւ ցանկացած կարծիք հարգելու ենթակա է, բայց ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին։ Սամվել Բաբայանի հոգին չի խաղաղում, քանի դեռ Արցախը չկա։ Սամվել Բաբայանը վայրկյաններ, րոպեներ, ժամեր ապրում է Արցախի փրկության ճանապարհները գտնելու տրամաբանության մեջ։ Սամվել Բաբայանն էր, որ դեռևս 2000 թվականի սկզբներին բարձրաձայնեց, կանխատեսեց հնարավոր հետևանքները։ Սամվել Բաբայանն է, որ ամենամեծ պատասխանատուն է Եռաբլուրում հանգչող, ինչպես նաև Արցախում հանգչող տղաների մահը իմաստավորելու համար։ Սամվել Բաբայանն է, որ նա կարողացավ որևէ ինչ որ բան շտկել Արցախի փրկության գործում։ Նա էր, որ կարողացավ առաջարկություններ բացնել, վճռական որոշումներ կայացնել, որ պետք է բանակցություններ վարել, երկարաձգել հարաբերությունները եւ գտնել հնարավոր այն ուղիները, որոնք որ մեր նպատակների մեջ են տեղավորվում։ Սամվել Բաբայանը երբեք հանդես չի գա որևէ քաղաքական ուժի շահերից գերադասի այն նահատակների կյանքի իմաստը, նահատակվելու այն իմաստը չի Շահարկի նկատի։ երբեք, դա բացառված է։ Ինչու է մամուլը գնում այդպես, խաղի մեջ է իշխանությունը մցրել Սամվել Բաբայանին, որպեսզի վերջնականապես փակվի Արցախի թեման։ Դե մամուլը կարող է շատ բան գրել։ Հա, հասկանում եմ, շահեր են քաղաքական, հնարավոր է այդպես։ Դուք դա այդպես չեք համարում։ Միանշանակ ես պնդում եմ, ինչպես քիչ առաջ ասացի, նրա արյան երակները դադար չունեն։ Իհարկե Սամվել Բաբայանի բախտը չի բերում, նրա մասին կարծիքները խիստ հակասական են, երևի կարելի ասել այդ առումով ոչ երջանիկ քաղաքական գործիչ է, քաղաքական ռազմական։ Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը կանգնած է այն հերոսների շարքում, որոնց վերաբերյալ մեր նախնիները հպարտությամբ են խոսելու։ Հետաքրքիր է, ձեր կարծիքն է դա, մարդիկ էլ կան ուղիղ ճիշտ հակառակ կարծիքի են, չգիտեմ, ժամանակը կապացուցի ինչպես, բայց այն, որ խաղ է գնում այս պահին, մենք պետք է կարծում եմ հիմա հետևյալ առումով, կներեք, պարոն Մարտիրոսյան, այս առումով կարծում եմ դուք որպես արցախցի շատ կարևոր դեր ունեք, որպես բացառիկ նաև մեր մտավորական հրաշալի փաստաբան, թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա պառակտում։ Արցախահայության մեջ պառակտումը գնաց, վերջացած է Արցախի հարցին, մենք այլևս անզոր ենք լինելու վերադառնալ մեր հույս ու հավատը Արցախի վերադարձի հետ կապված արցախահայության բռունցք լինելն է։ Իսկ արցախցին այդ տեսակն է։ Դուք գիտեք, անգամ բլոկադայի մեջ այդ դաժան օրերին ես որպես լրագրող ասում էի, էլի մեր հույսը Հայաստանի հույսը, հայաստանցիներիս հույսը, Հայաստանի ազատագրման հարցում, հա, արցախցիներ դուք եք, թեպետ բլոկադայի մեջ էիք, դուք պատկերացնում եք, այսինքն որովհետև ես գիտեմ Արցախցին ինչ հզոր տեսակ է, հայի հզոր տեսակն է, հիմա այդ տեսակին դրել են, ուզում են նորից ներսից պառակտել, սոցիալական ֆոնը մեջտեղ բերել, եկեք, գուցե այս մեր հարցազրույցը նաև մի հետաքրքիր միջոց կա, հա, այսպես քարոզչական միջոց է, սթափության կոչ մեր արցախահայությանը, երբեք չտրվել քաղաքական շահերին, մնալ ամուր եւ չպառակտվել երբեք։ Կուզեի այս առումով ձեզ լսել։ Գիտեք, հայրենիքի կորստի զգացողությունը պատկերացումներում չի տեղավորվում։ Դա մի անբացատրելի զգացողություն է, նույնիսկ որ անհասանելի է մարդուն, չի կարող դա նկարագրել։ Արցախցին դա տիրապետում է։ Արցախցին նաև հասկանում է, որ Հայաստանի միջով է հնարավոր Արցախ վերադառնալ։ Միայն ամուր Հայաստանի։ Արցախցու դերակատարումը հենց պետք է ուղղված լինի սոցիալական համերաշխություն ձևավորելու նպատակ։ Ես
գտնում եմ, որ կարող են լինել դեպքեր իհարկե, բայց դա ընդհանուր պատկերացում չի կարող ձևավորել, որովհետև արցախցին գիտակցում է պարզ ձևով, որ միայն ուժեղ Հայաստանի միջոցով է հնարավոր վերադարձ Արցախ։ Տեղյակ եք ինչու է Սամվել Բաբայանին այսօր կանչել են ԱԱԾ, տեղյակ եք, եթե ոչ անցնենք առաջ։ Դե ես այսօր Facebook-ում հրապարակեցի, որ Սամվել Բաբայանի հրավիրել են ազգային անվտանգություն, իհարկե որոշ հանգամանքներ ես չեմ բացահայտի, բայց այդ ձեր ասած տրամաբանությունը հակադրվում է հենց այդ հանգամանքի հետ, եթե կա փոխգործակցություն Հայաստանի Հանրապետության իշխանության հետ, ապա ինչպես հասկանա Սամվել Բաբայանին հրավիրել իրավապահ մարմինների մոտ։ Դժվար է ասել, կապրենք կտեսնենք ինչպես ասում են։ Դժվար է ասել, բայց ինչպես դուք եք փաստերի վրա եզրակացություններ անում, այնպես էլ ես կարող եմ։ Այո, միանշանակ տեսնենք ընթացքը ինչ կլինի, մեր ցանկությունը միակ ցանկությունն այն է, որ չլինի արցախահայության պառակտում։ Սա է։ Անցնենք առաջ, պարոն Մարտիրոսյան, որպես փաստաբան, որպես իրավաբան, կուզեի նաև մի քանի հարցերի անդրադառնալ։ Սահմանադրական դատարանը, գիտեք, վերջի շրջանում Հայաստանի Սահմանադրական դատարանին փոխանցվեց Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման, այդ անվտանգության հարցերով հանձնաժողովի կանոնակարգը, որը պիտի Սահմանադրական դատարանը որոշեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանում է թե ոչ։ Այդ փաստաթղթի մեջ եւ որոշում է կայացրել Հայաստանի Սահմանադրական դատարանը, այդ տեքստում կա հետեւյալ ձևակերպումը, ինչին ուզում եմ հիմա անդրադառնալ, մեջբերումը անեմ։ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սահմանադրության նախաբանը հետեւյալն է. հիմք ընդունելով անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, այս մեջբերումը արված էր հռչակագրից, այս դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ սահմանադրությամբ։ Տարբեր մասնագետներ արդեն իրենց մտահոգությունն են արտահայտել, ուղղակի ահազանգ են հնչեցրել, որ սրանով Հայաստանի իշխանությունը ամբողջությամբ ձեռքերը լվանում է Արցախից, հրաժարվում Արցախի հարցից եւ փաստորեն ես կուզեմ նաեւ լսել ձեզ, ինչ է կատարվում, ինչ որոշման հետ մենք գործում ենք։ Չեմ համաձայնում անշուշտ այդ ձևակերպանը, միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դա բարձրագույն դատական մարմին է։ Սահմանադրության դրույթների մեկնաբանման հնարքներ գոյություն ունեն։ Եվ այս կամ այն նորմի բացահայտման, նրա էությունը բացահայտելու համար անհրաժեշտ է լինում հիմնվել նախաբանի վրա։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանում չկան այնպիսի դիտարկումներ, ինչպիսի վրա հիմնվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը։ Ես անկեղծ ասած ամբողջովին ծանոթ չեմ դրա բովանդակությանը, բայց դատելով ձեր ասացից, այս մեջբերում էր սա։ Մեջբերումից միանշանակ է, որ սահմանադրության հիմքը դա նախաբանն է եւ բոլոր դրույթների վերլուծությունը ենթակա են համադրելու նախաբանում ամրագրված դրույթների հետ։ Իսկ եթե ասում է, որ այդ դրույթը այսինքն հռչակագրի այդ դրույթը ասում է չի վերաբերում, դա նշանակում է, այո, դա կարող ենք ասել նշանակում է, որ այս մարդիկ ուղղակիորեն անկախության հռչակագրից հրաժարվեցին այս տարբերակով։ Ուզում էին սահմանադրության փոփոխությամբ գնալ այդ ուղղությամբ, բայց հիմա այսպես հեշտ ճանապարհով սահմանադրական դատարանը փորձեց ուղղակի, բայց հստակ չես կարող դրա պատասխանել այդ հարցին։ Կարող ես մտածել։ Բայց թույլ չի տալիս այս ձևակերպումը ասել, որ ՍԴ-ն գնաց Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման կայացման ուղղությամբ, այսինքն Արցախը հանձնում ենք ամբողջությամբ, նաև ՍԴ-ն դրանում տվեց իր համաձայնությունը։ Արցախը Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է կարող է հանձնել։ Դե հանձնեց, ստորագրեց այդ թղթի տակ եւ տվեց հայաթափելով։ Եկեք չհամաձայնվենք դրա հետ։ Մենք եթե համաձայնվում ենք, որ Արցախը արդեն կորցրել ենք, ուրեմն մենք Արցախը ձեռք բերելու հնարավորությունները նվազում են։ Մենք ապրում ենք այստեղ
Արցախը ձեռք բերելու հույսով։ Եկեք այդ դատողությունը չունենանք, խնդրում եմ ձեզ։ Մենք կարող ենք շատ մտածել, Ինձ համար դա անընդունելի։ անպայման ինձ համար էլ է անընդունելի, բայց փաստաթղթերը, որոնք այսպես իրար հետևից ստորագրել է տալիս եւ ստորագրում է Նիկոլ Փաշինյանը, հենց այդ մեր համար ամենասարսափելի փաստն են արձանագրում։ Անցնենք առաջ, տեսեք, այդ Սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշման մեջ կա նաեւ հետեւյալ կետը, որ սահմանազատումը իրականացվելու է 1991 թվականի Ալմաթայի դեկլարացիայի հիման վրա, ինչի մասին արդեն 2 տարի է խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց միաժամանակ ամրագրված է հետևյալը, որտեղ գրված է հետևյալը, որ կարող է այլ պայմանագրերի հիման վրա եւս տեղի ունենա սահմանազատումը։ Այսինքն ես նորից այսպես ավելի հստակեցնեմ ասելիքս։ Ամրագրում էին, որ Ալմաթան է լինելու, հիմա այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը մտցրել է հետևյալ ձևակերպումը. այլ պայմանագրեր եւս կարող են լինել, որոնք հիմք կարող են դառնալ սահմանազատման համար։ Հիմա այստեղ վախը, անհանգստությունը ո՞րն է։ Ադրբեջանի ձեռքը խաղաքարտ չեն տալիս արդյոք հետևյալ իմաստով, որ պահին կուզենա, Հայաստանի որ տարածքի հետ կապված կուզենա, իր համար շահեկան փաստաթուղթ մեջտեղ կբերի Ալիևը ու կասի հիմա էլ այս փաստաթղթի հիման վրա Սյունիքը կվերցնեմ, վաղը Շիրակի մարզը կվերցնեմ, մյուս օրը Գեղարքունիքը կվերցնեմ, ու ամեն անգամ իր համար շահեկան փաստաթղթերը մեջտեղ կբերի։ Ինչ է նշանակում այլ փաստաթղթերի հիման վրա, սա ինչ մանևրելու հեշտ հնարք են տալիս, միջոց են տալիս թշնամուն։ Գիտեք, ես մանրամասն չեմ ուսումնասիրել կոնկրետ դրա վերաբերյալ, բայց ընդհանուր պատկերացում կազմելով մեկնաբանություն անեմ։ Եթե Ալիևի այսօրվա հայտարարությունը համեմատում ենք 1 տարի առաջ արված հայտարարությունների հետ, գուցե մի քիչ էլ ավելի, ապա իրականում դուք ճշմարտությունն եք ասում, որ այսօր սա կասի, վաղը մյուս օրը մյուս բան։ Ընդհանրապես Ալմաթայի հռչակագիրը որպես սահմանազատման փաստաթուղթ, հիմք հանդիսացող փաստաթուղթ, որպես անձ իրավունքի սուբյեկտ արցախցի հայ ազգությամբ հայ չեմ ընդունում։ Իսկ եթե նույնիսկ ընդունում ենք, ապա պետք է նաև նկատի ունենանք, որ Ալմաթայի հռչակագրում կա ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Հետևաբար խաղաղության կամ սահմանազատման հարցը պետք է քննարկման դառնա համապարփակ լուծումների միջոցով։ Այսինքն պետք է նաև գործի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը ոչ թե միայն ամրագրված է Ալմաթայի սկզբունքի մեջ, այլ ամրագրված է միջազգային իրավունքի սկզբունքներում։ Եվ ինքնորոշման իրավունքի սկզբունքը գտնվում է առաջնահերթ շարքերում, քան տարածքային ամբողջականությունը, ուժի կամ ուժի սպանալիքի չկիրառումը կամ այդ մյուս սկզբունքները։ Այսինքն իրավունքը առաջնահերթ է տալիս ինքնորոշման իրավունքին։ Դա անտեսվեց Հայաստանի իշխանության կողմից ամբողջությամբ։ Գտնում եմ, որ այդ հարաբերություններում պետք է հիմք ընդունել նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Տեսեք, այնտեղ ընդհանուր ձևակերպում կա։ Չկա օրինակ հանրապետությունների տարածքում ժողովուրդների ինքնորոշմանը։ Ալմաթայի փաստաթուղթը նկատում եք։ Այսինքն կարող է տեղի ունենալ երկակի մեկնաբանություն, որ տեսեք այս հանրապետությունների մեջ չի շեշտադրում, չկա շեշտադրումներ տվյալ հանրապետությունների տարածքում ժողովուրդների ինքնորոշմանը։ Բայց ժողովուրդների ինքնորոշում հասկացությունը միջազգային իրավունքի տեսանկյունից դա դիտում ենք բոլոր տարածքներում մեջ, անկախ նրանից դա հանրապետություն կա, թե ավտոնոմիա կամ թե ինչ իրավունքի սուբյեկտ է։ Այսինքն գործում է այն կանխավարկածը, որ Ադրբեջանի հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը օժտված է ինքնորոշման իրավունքով։ Եվ այդ վերապահումը եղել է հենց 91-92 թվականին, հենց այս փաստաթղթի ընդունման ժամանակ Հայաստանի իշխանությունը Արցախի պահով վերապահում է արել, ինչի մասին այս իշխանությունը բացարձակապես չի խոսում։ Դե
Դրա Հիմա համար մենք որպես գտնում ենք, որ իրավաբան, պետք է այո, պարոն Մարտիրոսյան, տեսեք, ես ուզում հետեւյալ հարցը նաև ձեզ տալ։ Այս ընթացքում տարբեր փաստաթղթեր ստորագրելով գնում է ՍԿՊ-ական իշխանությունը։ Պրահայում հայտարարեց եւ կա իր ստորագրությունը, հա, Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելով եւ այլն։ Եվ հնարավոր է, որպես իրավաբան, ինչ եք կարծում, եթե այս իշխանությունը փոխվում է մի երջանիկ օր, կարող եմ այսպես ասել, հնարավոր է ազատվել այդ բոլոր փաստաթղթերից, երբ որ դրանք միջազգային արդեն հարթակներում ստորագրված են, դրանց տակ կա Ադրբեջանի նախագահի, Հայաստանի, Մակրոնի, չգիտեմ, ԵՄ-ի, հա, տարբեր միջազգային կառույցների, տարբեր գերտերությունների նախագահների, ղեկավարների ստորագրությունը։ Հայաստանը ինչպես կարող է ճեղքել այդ իրավական փակուղին, որ ստեղծում է այսօրվա իշխանությունը իր ձեռքով եւ հասնել Արցախի ազատագրման։ Հնարավոր է։ Իհարկե հնարավոր է, բայց դա հնարավոր է միայն իրավական փաստաթուղթ ձեռք բերելու միջոցով։ Իսկ որն է եւ որն եմ ես դա տեսնում։ Ես տեսնում եմ 1921 թվականի Ադրբեջանի, Խորհրդային Ադրբեջանի, Խորհրդային Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի հանձնելու մասին որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ։ Երեք պետությունների ներկայացուցիչներ, այսպես ասած, որոնք միջազգային իրավունքով չճանաչված պետություններ են, նրանց կողմից ընդունված որոշումները չեն կարող իրավաչափ համարվել, եթե նրանք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն։ Իսկ այդ որոշման ուղղությամբ պետք է հասնել դատարանի որոշման, որ այդ որոշումը իրավունքի ուժով, որպես այդպիսին փոխանցվել է ապօրինի Հայաստանից Ադրբեջանին։ Իսկ հետագայում դե մի քիչ ավելացնեմ, այդ իրավական փաստաթուղթը հիմք է լինելու Արցախում որոշակի խնդիրներ լուծելու համար։ Հասկանում եք ինչի մասին։ Այսինքն ինքնորոշման իրավունքի գործընթաց նորից կարող է սկսվել, եթե իրավական առումով գնանք եւ այդ տարածքի պատկանելիության հարցը միանշանակ արձանագրվելու է, որ պատկանում է Հայաստանին։ Եվ որևէ ինքնորոշման հարցը չի, միավորման, վերամիավորման հարցն է, ինչը արձանագրված է անկախության հռչակագրում։ Այո։ Հասկանում եմ։ Ես այդ ճանապարհին կողմնակից եմ։ Ինձ պարզապես ցավալի է, երբ որ լսում եմ տեղեկություններ, որ մեր կողմից ներկայացված դիմումները միջազգային դատարանում մտադրված են հետ վերցնել, կամ չգիտեմ, հայցերը, այսպիսի բաներ։ Իդեպ, եթե այդ ճանապարհով է գնում, հնարավոր լինի գնալ, դա Աստված, նորից եմ ասում, որ հնարավոր լինի իշխանափոխությամբ ունենանք ազգային իշխանություն եւ գնա այդ ճանապարհով, Ադրբեջանի տարիներ շարունակ արած այն հայտարարությունը, թե Հայաստանը օկուպացրել է Արցախը, այդ սխալ, այդ կեղծ թեզը եւս դուրս է գալիս։ Ձեր ասած Ադրբեջանի քաղաքական վարքագիծը ցույց է տալիս այն, որ Ադրբեջանը գիտակցում է իրավաբանորեն Արցախը Հայաստանին պատկանելու մասով։ Նրա բոլոր հայտարարություններում կան մտահոգություններ հենց այդ իրավական հիմքի ուղղությամբ։ Դրանից էլ ուզում է այս իշխանության ձեռամբ ազատվել։ Այո, նա փորձում է իրավական նորմերով փոխադարձ պայմանագրերի շնորհիվ հասնել մի այնպիսի իրավիճակի, որն հետագայում կարող է օգտագործվել ի վնաս արցախահայության, ի վնաս հայ ժողովրդի վերջին հաշվով։ Այո։ Իսկ դա անթույլատրելի է։ Պարոն Մարտիրոսյան, եթե ավարտեցիք այս մասով, կուզեմ անդրադառնանք ՄԱԿ-ի ելույթը շատ խոսվեց, բայց որպես նաև իրավաբան կուզեմ ձեր գնահատականը հնչեցնեք Նիկոլ Փաշինյանի ելույթի հետ կապված ՄԱԿ-ը ինչ հարթակ է։ Հարթակ է, որտեղ շատ կարևոր հարցեր, ռազմական, քաղաքական, պատերազմների, ժողովուրդների հետ կապված լրջագույն խնդիրների բարձրացման հարթակ է։ Հայաստանը, Արցախը հայաթափված է, Հայաստանը կանգնած է նոր պատերազմի շեմին,
բազմաթիվ խնդիրներ ունենք եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մակում մի ելույթ է ունենում, որտեղ ասում է լավը ասենք, որ լավ լինի։ Հիմա ես ձեր գնահատականը կուզեի լսել։ Երևի հերից կամ եւ պատասխանեմ ձեր հարցին։ Քաղաքակիրթ աշխարհ ասելու հասկացության մեջ մենք հասկանում ենք մի սոցիալական այնպիսի ձև, որում ապահովում է կայունությունը եւ ինքնազարգացման ունակությունը։ Քաղաքակիրթ աշխարհ ասելու հասկացության մեջ դա այնպիսի կառուցակարգ է, որում ողջամտորեն բացառվում են կատակլիզմները։ Այնպիսի պայմաններում, երբ մենք գտնվում ենք քաղաքակրթության որոշակի մակարդակի եւ աստիճանում, որն ըստ էության զուգորդված է պատերազմներում, նման հայտարարությունները համախուժ չեն։ Մենք հակադրվում ենք գոյաբանական քաղաքակրթության հասկացության փիլիսոփայական պատկերացումներին։ Ավելին, այն դեպքում, երբ տեղի է ունեցել մի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն, հայրենազուրկում, խոսել բարի ու լավի մասին, ինչպես է այդ դեպքում աշխարհը մեզ հասկանալու։ Ես ուզում հասկանալ, ասենք, եկեք դրսից դիտենք, հա, Հայաստանը։ Միջազգային հանրություն, պետություններ, ղեկավարներ նայում են Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչ են ձեռքերը վեր պարզած պետություն, որը պատրաստ է ամեն ինչ, եկեք իմ վրայով անցեք, իմ պետության, իմ երկրի վրայով, մենք թե ինչ-որ մի խաղաղության թուղթ տվեք, խաղաղության պայմանագիր անունով, հա, ինչպես են նայում մեր երկրին, աշխարհը ո՞նց է նայում։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի աչքերով։ Ես այսպիսի ապրումներ եմ ունեցել։ Ես սպասում էի բոցաշունչ ելույթ։ Սպասում եք։ Այո, ուզում էի, որպեսզի դա։ Ուզում էինք, բայց դա տեղի չունեցավ։ Այն ապրումները, հիասթափության ապրումները, որ ես ունեցա, դա կրկնապատկվեց ու բազմապատկվեց։ Բայց հավատացեք, Արցախում եզակի մարդկանցից մեկն եմ եղել, ով ոգևորությամբ է ընդունել Նիկոլ Փաշինյանի գալուստը։ Ստեփանակերտում, երբ ասաց Արցախը Հայաստանը։ Վիրավորվում են հարազատից, օտարից չեն վիրավորվում։ Այդ ոգևորության ապրումները, երբ որ իջիկ են դառնում, խորը հիասթափությունը ավելի շատ է լինում։ Մարտիրոսյան, ընդամենը խաբեց նա արցախցիներին, ինչ ոգևորություն։ Նա եկավ խաբեց արցախցիներին։ Եկեք հետագա գործընթացների մեջ հասկանում եմ, ուղղակի որ ասում եք ոգևորություն չլինենք, հասկանում եմ, բայց ակնհայտորեն այլ պարզապես հենց այս ընդհանրական պատկերացումների մեջ դատողությունները հետագա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ամենևին ես չեմ կապում։ Ես կապում եմ այն ապրումների հետ, որոնք որ ըստ էության ունեցել եմ 18 թվականին։ Եվ ինչպիսի խանդավառություն կար մեր ժողովրդի մեջ։ Այն բանից հետո, երբ 30-ամյա 25-26 տարվա ընթացքում այն ոգեղենությունը, որ աղճատվեց ու խեղվեց մեր ժողովրդի մեջ, եւ ակնկալում էին վերստին վերականգնելու այդ սերը, բացառիկ սերը հայրենիքի նկատմամբ, չիմաստավորվեց հետագա տարիների ընթացքում։ Եվ արդյոք սա մարդու համար աղետ չէ, հոգու աղետ չէ։ Անշանակ։ Նույն հոգեբանության հոգեվիճակում հայտնվեց նաև Հայաստանում հայ ժողովուրդը, որովհետև անցած տարիներին, անցած իշխանությունների քայլերից դժգոհ լինելով չիմացավ, չնկատեց, չուզեց տեսնել, թե ովքեր են եկողները, եւ մենք կրկնակի կորստի առաջ ու աղետի առաջ կանգնեցինք ազգովի։ Շարունակեմ անցնենք առաջ Թուրքիայի ավելի ճիշտ թուրքական տանը, հա, հանդիպմանը կանդրադառնանք, ինչ եղավ։ Այդտեղ ինչ տեսանք, ինչ պատկեր էր։ Տեսեք, չեմ ցանկանում այդ հարցի մասին խոսեմ։ Շատ է ցավեցրել ձեզ։ Երբ լսել եմ դրա մասին, նույնիսկ չեմ փորձել բացել։ Ես չեմ ուզում այդ թեմայի շուրջ խոսել։
Բայց պետք է Հայաստանում լինի համարժեք ընդվզում։ Տեսեք, մենք տեսանք բաներ, չէ՞, միջազգային կարևորագույն հարթակը տեսանք, բացարձակապես չօգտագործվեց ի նպաստ հայ ժողովրդի, Արցախի եւ հայության։ Բացարձակ չօգտագործվեց։ Մենք գերիներ ունենք, բացարձակ չխոսվեց այդ մասին։ Հիմա մենք ներսում պետք է երևույթի դեմ ընդվզենք, թե թույլ տանք, որ Փաշինյանը, որը գնաց Էրդողանի հետ այդպես ջերմ հանդիպեց, ժպտում էր, ինչի համար նաև արժանացավ հենց ադրբեջանցիների ծաղրանքին, պարոն Մարտիրոսյան, ասում էին մեր ագենտն է շատ էս բացվում, հա, բաց տեքստով լրատվամիջոցներն այդ մասին գրում էին, ինչի մասին է խոսքը։ Բայց մենք ներսում ասում ենք, դե չխոսենք, մեր հուզաշխարհը պղտորվում է, տեսանք խեղճացած այդ գիրքը այդպես գրկած սիրով թշնամու գրած գիրքը, որը հայի ոչնչացման նաև մասին է, 5000 հայ կործանած երկրի ղեկավարին ծնկաչոք այդպես ներկայանալը դրա առաջ։ Հիմա մենք պիտի խոսենք, պիտի ընդվզենք, թե պիտի ասենք սրտներս ցավեց, սեղմենք մեր ցավը մեր մեջ ու մնանք։ Ոնց, ինչքան պետությունը կորցնում ենք, արդեն հայոց պետականությունն ենք կորցնում, եթե չենք կորցրել։ Դուք շատ հուզիչ բան եք ասում։ 90-ական թվականի պայքարը դա հայ ժողովրդի հազարամյա ցավերի պոռթկում էր։ Ես վստահ եմ, որ գալու է այդ ժամանակը։ Շտկելու ենք մեր մեջքը։ Այո։ Մենք այն ժողովուրդն ենք, որը կարողանում է մոխրից վեր հառնել։ Մենք հայրը սիրում ենք լավատեսությամբ, այնուհանդերձ մեր խոսքը ավարտել հույսով լինելով, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեր հարցազրույցը կարծում եմ նաև կլինի շարունակական, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցել եւ վստահ եմ, որ այո, լուսաբացները գալու են, բայց դրա համար պիտի աշխատենք ամեն մեկս պարտադիր մեր տեղում, ամեն մի հայ Արցախը հետ վերադարձնելու մեծ ցանկությամբ ամեն օր պիտի աշխատենք։ Հայաստանը այս թուրքամետ իշխանությունից ազատելու ուղղությամբ ամեն մեկս պիտի աշխատենք եւ դա պիտի լինի միասնական, պարոն Մարտիրոսյան, բռունցքվելն է հայոց հավերժությունը հայտնի Չարենցյան տողերով։ Դա ուղղակի այսպես բանաստեղծական խոսքեր չեն։ Մեծ գրողը լավ գիտեր հայ կենացներ չեն, դա իրականություն է ի վերջո։ Կեղծ հայրենասիրություն չէ, ինչի մասին խոսում են, այս հայրենասիրություն բառնել են, չէ, այսպես փորձել վարկաբեկել այս անձիկ։ Ես իմ երջանկությունը գտնում եմ իմ հայրենիքի հաջողության մեջ։ Չունեմ դրան գերազանցող ավելի արժեքներ։ Հայրենիքը սրբազան արժեք է եւ նա պետք է պահել սրբությամբ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, ամբողջ մեր հարցազրույցի ընթացքում երբեմն դուք նաև հուզվում եք։ Այո, ես նկատում եի ձեր ունացած աչքերը, իսկ ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին։ Մենք հաղորդաշարի հյուրն արցախցի փաստաբան, հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն էր։ Լավ եղեք, կհանդիպենք։